Այսօր Վաշինգտոնում սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը, ինչ օրակարգով են հանդիպում պաշտոնյաները։ Պաշտոնական Երևանը բողոքի նոտ է հղել Մոսկվային, Հայաստանում Ռուսաստանի դեսպանին արտաքին գործերի նախարարություն են կանչել։ ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի Թուրքիայի սահմաններով, ինչ իրավիճակ է հարևան Իրանում։ Կարևոր է, որ խաղաղությանը զուգահեռ ունենանք որոշակի պաշտպանունակություն, հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր հունվարի 13-ն է, երեքշաբթի ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր պետքարտուղարությունում կընդունի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Ըստ Ռուբիոյի օրակարգի ավելի ուշ նրանց են միանալու պետքարտուղարի տեղակալ հուկերը, ապա բյուրոյի ավագ աշխատակից Հանրահանը։ Ըստ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միրզոյան-Ռուբիո հանդիպումից հետո նախատեսվում է TRIP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Եթե համատեղ հայտարարությունը հաստատի կոնկրետ կենսագործման շրջանակ, ժամկետներ, կառավարման մոդել, ֆինանսավորում, իրավական երաշխիքներ, ապա TRIP-ը փաստացի անցնում է քաղաքական գաղափարից գործնական փուլ։ Սա այն կետն է, երբ խոսքը պետք է դառնա գործ, երբ TRIP-ը ստանա հստակ թիվ, հստակ ժամկետ եւ հստակ պատասխանատու։ Սա արդեն նշանակում է Հայաստանը սկսում է ապագան կառուցել իրական հնարավորությունների, ոչ թե սպասումների վրա։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ Միացյալ Նահանգների առևտրի ու զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքու այցից հետո կայցելի Երևան։ Պատվիրակությանը Բաքվում երեկ ընդունել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել էին Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարները։ Պաշտոնական Երևանը բողոքի նոտ է հղել Մոսկվային, Կրեմլի պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունը, թե Հայաստանում ևս Ուկրաինայի օրինակով հատուկ ռազմական գործողություն պետք է սկսել, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն է որակել։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հայտնում է արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից էլ հայտնել են, որ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Իսկ իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Իոնիսյանը տեղեկացրել է, որ դատախազություն հաղորդում են ներկայացրել Սոլովյովի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքերով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն։ Կրեմլի քարոզիչ Սոլովյովը իր հեղինակային երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հաղորդման ընթացքում խոսել էր ոչ միայն Հայաստանում, այլև Կենտրոնական Ասիայում։ Նրա ձևակերպմամբ ռուսական ազդեցության գոտում հատուկ ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտությունից մենք չպիտի հիմա զբաղվենք Սիրիայով կամ Վենեսուելայով, մեզ համար ավելի ցավոտ է այն, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում, քան Վենեսուելայում։ Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի։ Մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում եւ մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները։ Խաղերն ավարտված են թքած միջազգային օրենքների ու իրավունքների վրա։ Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում։ Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինան, որոնք են մեր ազդեցության գոտիները եւ ինչ հասկանալի կլինի, հայտարարել է Կրեմլի ամենահայտնի պրոպագանդիստներից մեկը։ Հունվարի 10-ին հեռարձակված հաղորդումը Հայաստանում չի սփռվել հանրային մուլտիպլեքսով երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ եւ Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում դադարեցվել է դեռ 2 տարի առաջ։ Հայկական կողմը հիմնավորել էր Սոլովյովի հեղինակային հաղորդումները, խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։ Կրեմլի պրոպագանդիստը հաճախ է հանդես գալիս վիրավորական կեղծ մանիպուլացնող տեղեկություններով Հայաստանի հայ ժողովրդի նրա ընտրած իշխանության հասցեին
Իդեպ հիշեցնենք դեռ 13-ին Սոլովյովը պատվո շքանշան է ստացել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հայերի ու Հայաստանի հանդեպ իր սիրո, բարեկամության ու այլնի համար։ Սոլովյովի հայտարարություններին արձագանքել են իշխանական պատգամավորները, դատապարտելով, անընդունելի թշնամական համարելով նման ռետորաբանությունը, իսկ Տիտղոսային ընդդիմությունը լռություն էր պահպանում։ Միայն օրեր անց Հեղափոխական դաշնության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Կարկառուն, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը արձագանքեցին, բայց հիմնականում քննադատելով իշխանությանը նույն եռանդով Բաքվից հնչող սպառնալիքներին չարձագանքելու համար։ Իսկ ՀԱԿ փոխնախագահ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե եթե իրենք լինեն իշխանություն, թույլ չեն տա որևէ կողմի Հայաստանում հիբրիդային պատերազմ վարել։ Փոքր-ինչ տարօրինակ իրավիճակ է ստացվում ըստ այսպես կոչված ընդդիմադիրների Հայաստանի համար Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան նույն հարաբերություններով, խնդիրներով ու կապերով երկրներ են։ Եթե ոչ, ապա ինչու կարիք կա ըստ ընդդիմության Հայաստանի համար թշնամական ու ըստ ընդդիմության Հայաստանի համար եղբայրական երկրների միջել դնել հավասարության նշան։ Թշնամիների մեր դեմ ռազմական ու հիբրիդային պատերազմների ցանկությունը ալելի է, նրանք թշնամի են, իսկ այդ դեպքում ով է Ռուսաստանը թշնամի։ Եվ այս պահին կապ ենք հաստատել Վրաստան, Թբիլիսի, զրուցելու ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Պարոն Թումասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, գիտեք, որ այսօր կարևոր իրադարձություն է սպասվում Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումն է, որը ուրեմն արդեն պարզ է, որ օրակարգում ունենալու է TRIP-ի, այսպես արդեն գործարկման եւ գործնական փուլի նախապատրաստություն ու կարևոր փաստաթղթի կամ հայտարարության ընդունում կողմերի միջև եւ ըստ էության կարող ենք արձանագրել, որ TRIP-ը ուրեմն այսպես արդեն մտնում է գործնական փուլ։ Ինչպես եք դուք գնահատում եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները փաստացի շատ ակտիվ զարգանում են եւ TRIP-ի ծրագիրը նաեւ ընդ որում մեծ տեմպով եւ տեսնում ենք, որ կողմերը ձևավորում են անհրաժեշտ փոխվստահություն, մթնոլորտ, ինչպես նաեւ փաստաթղթեր եւ շարժվում են ակտիվ քայլերով առաջ եւ մենք իհարկե շատ շնորհակալ ենք այդ առումով Միացյալ Նահանգներին այդ ամբողջ ներդրումների եւ ուշադրության համար, որը հիմա արվում է, գիտեք, որ փաթեթային հարցը վերաբերվել է ինչպես հենց TRIP-ի յետակառուցվածքների հարցին, այդպես էլ վերաբերվել է նաև Հայաստանի սահմանների անվտանգությանը եւ սա շատ կարեւոր հարցեր են։ Առհասարակ պետք է ասել, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները դինամիկ են, ակտիվ զարգանում են, գործընկերոջ մակարդակից մենք կարելի ասել, որ արդեն ռազմավարական գործընկերներ ենք եւ նույնիսկ ավելինի ուղղությամբ ձգտում կա եւ սա շատ լավ օրինակ է, ինչպիսին պետք է լինի մթնոլորտը իրական ապագա հուսով եմ, բայց դաշնակիցների ձևաչափի հարաբերությունների, որովհետև ինչպես դուք էլ նոր նախաբանում նշում եք, դաշնակիցը չի կարող սպառնալ պետությանը, դաշնակիցը չի կարող վտանգ ներկայացնել, հակառակը դաշնակցի ցանկությունը պետք է լինի, որ իր դաշնակիցը հզոր պետություն ունենա։ Ուստի Միացյալ Նահանգների բոլոր ջանքերը այս ուղղությամբ Հայաստանում կլինի դա սահմանի անվտանգություն, տնտեսական ներդրումներ խոշորագույն, թե ենթակառուցվածքների ձևավորում Հայաստանի պետականությանը ի նպաստ են եւ նաեւ դրական եմ գնահատում պարոն նախարարի գործունեությունը առհասարակ կառավարության այդ քայլերով, որոնք ուղղված են օգոստոսի 8-ի փաստաթուղթը ինչքան կարելի է ավելի շուտ եւ էֆեկտիվ կյանքի կոչելու։ Ըստ էության դուք տեսնում եք շատ հստակ ու ռեալ քայլեր 26 թվականին ուրեմն այս նախագիծը ուղին կյանքի կոչելու պարոն Թումասյան եւ կարծում եք այս կարևոր հայտարարություններով մտնում ենք գործնական փուլ։ Մենք մեր հանրությանը անկեղծ պետք է ասենք, որ իրական շինարարական գործողությունները ակտիվ տեմպում սկսվելու է միայն ընտրություններից հետո, որովհետև այս ընտրությունները նաև ընտրություն են աշխարհ քաղաքական առումով, այսինքն ինքնիշխան Հայաստան, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ միասին, թե ռուսական գաղութ Հայաստան նոյեմբերի 9-ի 9-րդ կետով ՖՍԲ-ի վերահսկողությունով Սյունիքում, որը մեզ զրկում է այդ գործընթացներից։
Եվ ակնհայտ է ընտրությունը, դա ոչ միայն քաղաքացիական պայմանագիր, այլ նաև ընդդիմադիր այն ուժերն են, որոնք Հայաստանի ինքնիշխանության կողմնակից են, միևնույն ժամանակ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին աջակցում են, եւ երկրորդ մասը դա այն ուժերն են, որոնք հստակ դեմ են, այսինքն ռուսական գործակալական ուժերը, եւ նաև կան ուժեր, որոնք հստակ դիրքորոշում չունեն, ես իրանց նաև դեմ լինելու այդ ցուցակում կհամարեմ, գուցե ոչ բոլորն են այնտեղ գործակալ, բայց մեծ մասամբ իրանք չեն ուստի տիրապետում տարածաշրջանային իրավիճակին։ Հաշվի առնելով դա, այո, գործնական փուլ է անցնում նախապատրաստողական բոլոր աշխատանքները, բայց հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկեն իօգուտ խաղաղության, իօգուտ Միացյալ Նահանգների հետ միասին Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, որ միասին տրիպը կառուցեն, վերահսկեն, ապա այդ քվեարկությունից հետո, այսինքն ընտրություններից հետո միանգամից ակտիվ տեմպում շինարարությունը տեղի կունենա, եւ ես կարծում եմ 1 տարի ու կեսվա ընթացքում դրանից հետո պատրաստ կլինի, այսինքն մոտավորապես 27 թվականի վերջերին կամ 28 թվականին արդեն հաստատ պատրաստ կլինի ամեն ինչ։ Նկատի ունեք, որ Միացյալ Նահանգներն էլ ուշիուշով հետևում է Հայաստանում ներքաղաքական զարգացումներին եւ սպասում է հունիսի 7-ի արդյունքներին, պարոն Թոմասյան, տեսնի արդյոք իշխանությունը շարունակելու է, թե նոր իշխանություն կձևավորվի։ Իհարկե, եւ ես պետք է նաեւ ասեմ, որ ես հաշվի առնելով, որ վերջերս էի Միացյալ Նահանգներում եւ դրանից հետո էլ տարբեր կապեր ունեմ Միացյալ Նահանգների բարձր պաշտոնյաների հետ, որ պատասխանատու են մեր տարածաշրջանի համար եւ իրանց տրիպը իրանց համար առաջնահերթություն է եւ ուստի իրանք տեսնում են Հայաստանը ինչպես շատ կարեւոր գործընկեր հենց տրիպի ուղղությունով եւ պատրաստ են մեր հետ խորացնել հարաբերությունները, բայց դրա համար կա մեկ կոնկրետ նախապայման, որը հստակ հնչում է, որ հայկական հանրությունը նաեւ բացի իշխանություններից պետք է քվեարկությունով այս ընտրություններով ապահովի այն, որ այս ծրագիրը, որը հիմա Հայաստանը եւ Միացյալ Նահանգները միասին տեսնում են երկար ժամկետ, տարիների, տասնամյակների եւ նույնիսկ ավելի երկար ժամկետով այս համագործակցությունը պետք է լինի հայ ժողովրդի կողմից աջակցված։ Ուստի ես նաեւ դիմում եմ մեր ժողովրդին, կոչով եմ դիմում, որ անպայման մենք այս ընտրություններով ապահովենք օգոստոսի 8-ի խաղաղության եւ կայուն զարգացման Հայաստանի համար կենսական այս ծրագիրը Երևանի եւ Վաշինգտոնի միասնական։ Պարոն Թոմասյան, քանի որ ընտրությունների հանգամանքը նշեցիք, մենք տեսնում ենք հիբրիդային գրոհներ, մենք տեսնում ենք օրերս ինչպիսի հայտարարություններ արեց Կրեմլի հայտնի պրոպագանդիստ Սոլովյովը եւ որին եղավ արձագանք, արտաքին գործերի նախարարություն կանչվեց այդ երկրի Հայաստանում այդ երկրի դեսպանը եւ այսպես բողոքի նոտա հղվեց։ Նախ ինչպես եք գնահատում, արդյոք բավարար են այս քայլերը թե ոչ, որովհետեւ տեսակետ կա, որ պետք է շատ ավելի կոնկրետ գործողություն, օրինակ մասնավորապես այդ ռուսական ալիքների, ընդհանրապես հայկական մուլտիպլեքսից դուրս բերելու վճռական քայլ անելու հետ կապված։ Սա իհարկե Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից անհրաժեշտ քայլ էր, բայց ոչ բավարար։ Եվ հստակ պետք է դա ասել Հայաստանի գործող իշխանությանը, որ այնինչ արվել է լավ է, բայց բավարար չէ եւ պետք է արվեն քայլեր մի քանի ուղղությունով։ Առաջինը, այո, դուք շատ ճիշտ նշեցիք, որ ռուսական ԶԼՄ-ների հարցը հանրային մուլտիպլեքսում պետք է ավարտվի, դա ակնհայտ է, բայց նույնիսկ դա էլ բավարար չէ։ Ավելին, ռուսական հիբրիդային պատերազմի տարբեր մեխանիզմները, որոնք Հայաստանի ներքաղաքական դաշտում ներկա են, այդ թվում Ռուսաստանի ԶԼՄ-ները, Սպուտնիկ եւ այլն, այդ թվում Հայաստանում իբրև հայկական ԶԼՄ-ները, որոնք իրականում Ռուսաստանի կողմից են հիմնված կամ կառավարվում, եւ բացի դրանից ամենակարևոր հարցերը։ Դա վերաբերվում է իհարկե Ռուսաստանի գործակալ Կտրիչ Ներսիսյանի, այսինքն KGB-ի գործակալ, որը փորձում է նաեւ այսօր Ռուսաստանում գտնել իր նոր այդ գործակալական ցանցով հնարավորություններ, ուրեմն իր վերջնական հարցի ավարտը կարծես որին մոտեցել ենք եւ ես շատ եմ ողջունում դա, բայց զուգահեռ դրա ես ունեմ կոնկրետ հարց Հայաստանի իշխանություններին, ինչու իրանք չեն վերահսկում մեր ձևով ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի, այսինքն Իվանիշվիլի 2 ծրագրի այդ գումարները, որոնք անսահմանափակ ծախսվում են Հայաստանում։
ինչու չեն կատարվում այնպիսի քայլեր, որոնք մնացած գործակալական ցանցերի դեմ ուղղված կլինի եւ ընդ որում պետք է առանձին նշել իհարկե դաշնակցությունը, որը մենք տեսնում ենք ինչպիսի հակահայկական գործունեություն է ծավալում Վաշինգտոնի օգոստոսի 8-ի պայմանագրի դեմ Վաշինգտոնում հենց հայդատը նկատի ունեմ, Բրյուսելում Հայաստանի եվրոպական ինտեգրման դեմ, Հայաստան-Իսրայել հարաբերությունների բարելավման համատեքստում, ապա ես կարծում եմ Հայաստանի իշխանությունները այս ուղղությամբ քայլեր պետք է անեն, բայց նաև պետք է ավելացնեմ, որ սահմանապահ այդ զորքերը, որոնք գտնվում են Հայաստանում եւ մասնակի այդ ուղղությունով բարեփոխում կար, այսինքն առաջընթաց եւ հանվել էին, ես կոչ եմ անում իշխանություններին, որ այդ հարցը ինչքան կարելի ավելի շուտ ավարտեն, հուսով եմ մոտակա շաբաթների ընթացքին։ Բացի դրանից, ռուսական ռազմակայանի հարցի հանմանը հարցը առնվազն հանրային դիսկուրսում, եթե ոչ իշխանական, անպայման պետք է լինի եւ այդ հարցը պետք է բարձրաձայնենք։ Եվ եւս մի քանի կարևոր հարց։ Դա վերաբերվում է երկաթուղուն։ Արդեն շաբաթներ է անցել ինչ վարչապետ Փաշինյանը հանձնարարական է տվել, որ Իջևան-Ղազախ ուղղությունով եւ Գյումրի-Կարս ուղղությունով երկաթուղիները վերականգնում տեղի ունենա։ Այդ ուղղությունով քայլեր չկան, ուստի պետականացումը իմ պատկերացումով պետք է լինի հանրային օրակարգում։ Պարոն Թովմասյան, ձեր գնահատմամբ ինչու այդ ալիքների ի վերջո հայկական մուլտիպլեքսից դուրս բերման քայլը չի իրականացվում։ Այսքան քննադատությունների ֆոնին իշխանության ներկայացուցիչներն իրենք էլ են նշում դրա անհրաժեշտությունը, բայց կիսակ քայլեր են կատարվում, 1-2 հաղորդումներ արգելափակելու տեսքով։ Եթե հիշում եք, մենք ապրիլին 2025 թվականի հենց ձեր եթերում խոսում էինք նրա մասին, որ իշխանությունները լավ չեն գիտակցում ձևավորված սպառնալիքները։ Եվ այդ ժամանակ խոսում էինք հենց Կտրիչ Ներսիսյանից եկող սպառնալիքների մասին, ուրախ եմ, որ դրանից հետո ամիսներ անց շատ լավ գիտակցեցին, տեսան եւ հասկացան, որ եթե քայլեր չարվեն այդ ուղղությամբ, ապա եկեղեցին է դառնալու գլխավոր քաղաքական գործիքը մեր պետականության դեմ բոլոր ոլորտներում։ Ես հիմա նույնը պետք է կրկնեմ։ Իշխանությունները, ես ոնց հասկանում եմ, միջև վերջ լավ չեն հասկանում եւ գիտակցում, ինչքան վտանգավոր է խոսքին ալիքների այդ գործունեությունը։ Ինչքան վտանգավոր է, որ Սամվել Կարապետյանի գումարները անսահմանափակ ծախսվում են։ Ինչքան վտանգավոր է, որ Հայաստանում դեռ չկա fake news-երի, այսինքն կեղծ տեղեկատվությունների համար պատշաճ պատասխանատվություն օրենքով, չկա ազգային ժողովի կողմից ընդունված հակահիբրիդային պատերազմի փաթեթ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահն է ասել, որ հիբրիդային պատերազմ է մեր պետության դեմ վարվում։ Ուստի տրամաբանական է, որ նույն ազգային ժողովը ընդունի հակահիբրիդային պատերազմի այդպիսի փաթեթ։ Եվ պետք է հստակ ասել, իշխանությունները չպետք է շատ ինքնավստահ լինեն, երբ հարցը վերաբերվում է Ռուսաստանի կարողություններին Հայաստանի դեմ վարել հիբրիդային եւ ոչ միայն տարբեր ձևերով պատերազմ կամ Հայաստանի դեմ ուրեմն քաղաքականություն վարել։ Շատ ինքնավստահությունը կարա լինի վտանգավոր։ Ուստի ավելի լավ է թերագնահատվի հնարավորությունները Հայաստանի, քան գերագնահատվի եւ պատշաճ քայլեր արվեն, հատկապես միջև ընտրություններ այն առումով, որ բոլոր այս հարցերը լուծվեն, որ մեր հանրությունը ուրեմն չհայտնվի օտար պետությունների հիբրիդային պատերազմի եւ ուրեմն պատերազմի ազդեցության ներքո։ Դա շատ կարեւոր է։ Լավ, պարոն Թովմասյան, այս առումով ինչպիսի իրավիճակ ստեղծվի 26-ից առաջ, երբ կա Եվրամիության աջակցությունը այդ հիբրիդային գրոհների դեմ պայքարի համար եւ մյուս կողմից ձեր նշած այդ ուրեմն ահռելի նյութերի ֆինանսական հոսքերի այսպես վերահսկման հետ կապված մտահոգություններ կան։ Եվրամիության օգնությունը հակահիբրիդային պատերազմի ուղղությունով կարևոր է։ Եվրոպական միությունը կարող է մեզ տալ մեխանիզմներ, տարբեր գործիքներ նրա համար, որ այդ ուղղությունով քայլերը լինեն ավելի էֆեկտիվ։ Դա կարող լինի գումարների նաև հետևելու ավելի էֆեկտիվ համակարգ, կարող լինի տեղեկատվական կիբերանվտանգության վերաբերող, բայց հարցը շատ կոնկրետ է իրականում, որ դա բավարար չէ, որովհետև Եվրոպական միությունը մեր փոխարեն չի կարող գալ եւ արգելել այն կուսակցությունները, որոնք հակաժողովրդավարական են եղել փաստացի երբ իշխանությունում են եղել, բայց այսօր ուզում են ժողովրդավարությունը օգտագործել ժողովրդավարությունը տապալելու նպատակով։ Եվրոպական միությունը չի կարող գալ եւ Հայաստանի փոխարեն մարտի 1-ի գործով վճիռ կայացնի եւ այդ թեման մեկ անգամ եւ ընդմիշտ փակի։ Եվրոպական միությունը հոկտեմբերի 27-ի թեման չի կարող
մեր փոխարեն վերջնական ուրեմն վճիռ կայացնի այդ ուղղությունով եւ պատասխան տա մեր հանրության թե ինչ է տեղի ունեցել։ Եվրոպական միությունը չի կարող բացահայտ խոսի նրա մասին, որ Հայդատը եւ հայ հեղափոխական դաշնակցությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցու պես KGB-ի վերահսկողության տակ են գտնվում։ Ուստի այդ բոլոր հարցերը Հայաստանում պետք է արվեն եւ մեզ իհարկե պետք է ընդդիմափոխություն այս ընտրություններում, իսկ դրա համար ընդդիմադիր դաշտը անպայման պետք է մաքրվի օտար գործակալներից։ Ազգային անվտանգության ծառայությունը Եզրաս Ներսիսյանի կապակցությամբ այդ թուղթը հրապարակելով սկսել է լյուստրացիայի գործընթացը եւ Սոլովյովի այդ հայտարարությունները, սպառնալիքները Հայաստանի Հանրապետությունին իրականում մեկ բանի մասին են մեր համար, որ մենք պետք է պատրաստվենք ինքնապաշտպանության եւ դա նաեւ վերաբերվում է առաջերտին գործակալների հարցը լուծելը ներքաղաքական դաշտում, որոնք ցանկանում են Ռուսաստանում Հայաստանում նորից իշխանությունը վերցնել եւ Ռուսաստանին հանձնել, իսկ այստեղ գեներալ գուբերնատորների պես ինչպես գուբերնիայում ինչ որ լինեն ղեկավարներ, ինչուն իրանք շատ սովոր են, դա այլևս չի լինելու, ուստի պարզ է, որ Եվրոպական միության օգնությունը կարևոր է, բայց Հայաստանի անելիքը պետք է անի Հայաստանի գործող լեգիտիմ իշխանությունները այդ քվեն պողպատե մանդատը ժողովուրդ իրանց տվել է եւ մենք պահանջում ենք, որ իրանք կայացնեն այդ որոշումները, որոնք հայկական պետության եւ ժողովրդավարության համար անհրաժեշտ են։ Պարոն Թովմասյան, այս առումով երբ ասում եք ընդդիմախոսների փոփոխությունը պետք 26 թվականին, դրա ինչպիսի հնարավորություններ եք տեսնում։ Այսօր օրինակ Դաշնակցությունը հայտարարել է, որ դաշինքով է մասնակցելու, Քոչարյանը կգլխավորի թե ոչ, չի հստակեցրել Իշխան Սաղաթելյանը, բայց ակնհայտ է, որ այս ուժը դաշինքով է պատրաստվում մասնակցել։ Տարբեր այսպես խմբեր, կուսակցություններ, դաշինքներ ստեղծվում են մասնակցելու նպատակով։ Այս առումով դուք ակնկալում եք ուրեմն փոփոխություն, նույն ընդդիմախոսների կամ այսպես ասած ընդդիմափոխություն։ Ես հստակ պետք է ասեմ, որ եթե ես լինեի որոշող կայացնող կամ հորդորում եմ որոշող կայացնողներին, որ հայ հեղափոխական դաշնակցությունը չունենա հնարավորություն ընտրություններում մասնակցելու։ Իմ պատկերացումով միջև իրանք հանրային չեն մերժել իրանք գործող առաջնորդի, որը նոր հոկտեմբերի 27-ի կարևորության մասին էր ամիսներ առաջ խոսում եւ ասում էր, որ դա փրկություն է հայկական պետության համար լինելու, միջև իրանք չեն մերժում այդպիսի հայտարարություններ, բռնությունը, իրանք որևէ ընտրություններում մասնակցելու իրավունք չպետք է ունենան։ Ինչ վերաբերում է ընդդիմափոխությանը, ես կոչ եմ անում բոլոր առողջ հայամետ եւ այն ուժերին, որոնք հայ արևմտյան դաշինք են պատկերացնում, ինչպես մեր անվտանգության հիմք, բոլոր ուժերին, որոնք օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրի կողմնակից են, բայց քաղաքացիական պայմանագիրի մաս չեն, որ միավորվեն եւ կազմեն առանձին ընդդիմադիր դաշինք, որը իրոք կկարողանա զբաղեցնի ընդդիմության տեղը ազգային ժողովում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կրիմնաշ Արթուր Վանեցյանի դաշնակցության ուժերին ես անձամբ ընդդիմություն չեմ համարում, իրանց համարում եմ օտար պետության գործակալներ, այսինքն Ռուսաստանի ցուցմունքով այստեղ գործողություններ վարողներ։ Ոստի իմ կոչը վերաբերվում է առաջին հերթին Եվրոդաշինքի այդ ձևաչափում ներկայացված տարբեր ուժերին, այդ թվում առանձին պետք է նշեմ հանուն հանրապետության եւ հանրապետություն կուսակցությունները եւ ուրիշ նաեւ կուսակցությունները, ուժերը, անձերը եւ մարդիկ, որոնք իմ պատկերացումով պետք է կազմեն մեկ դաշինք եւ անպայման այդպիսի ուժով ներկա լինեն ընտրություններում, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է ունենա ոչ միայն քաղաքացիական պայմանագրին քվեարկելու հնարավորություն, որոնք համարում են, որ այդ ճանապարհով է ճիշտ քվեարկելը իհարկե ողջունելի է, որովհետև դա Վաշինգտոնի այդ հռչակագրի ուղղությունով է քայլ եւ հասկանալի է վարչապետի աջակցությունը հանրությունից այս պահի դրությամբ, բայց միևնույն ժամանակ իհարկե կան մարդիկ, ով չեն ուզում գործակալներին աջակցել, բայց դժգոհ են նաեւ քաղաքացիական պայմանագրի ինչ-ինչ խոսքին ոչ էֆեկտիվ քայլերից կամ ոչ էֆեկտիվ կառավարման համակարգից խոսքին։ Ուստի այդ առումով ընդդիմությունը պետք է ունենա հնարավորություն, որ ներկա լինի եւ ժողովուրդը ունենա հնարավորություն այդպիսի ընդդիմությունին ձայն տա։ Ուստի եւս մեկ անգամ կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ նույնիսկ այդ քաղաքական ուժերին, որ իրանց անձնական, ուրեմն քաղաքական այդ օրակարգները կողքի դնեն եւ ազգային քաղաքական օրակարգով միավորվեն եւ այդպիսի ուժ կազմեն, որը ընտրություններում կունենա հնարավորություն, որ լինի ներկայացված ազգային ժողովում։ Շնորհակալ եմ, պարոն Թովմասյան։
Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում էի տարածաշրջանային հարցերով փորձագետ Գյորգի Թումասյանի հետ։ Իրանում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն 16 օր, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների այս օրերին սպանվել է ավելի քան 650 ցուցարար, 48 իրավապահ, ձերբակալվել է 10,600-ից ավելի մարդ, ինտերնետն անջատված է, իրավապահների գործողություններն էլ բնութագրվում են որպես բռնաճնշումներ։ Տեղից տարբեր հաղորդագրությունների համաձայն դերն այնքան շատ են, որ բեռնատարներով են տեղափոխվում։ Թեհրանում արված տեսանյութերից մեկում BBC-ն 180 դի է ֆիքսել, որոնց մի մասը սև պարկերով դրված են գետնին, մինչ հարազատները փորձում են նույնականացնել նրանց։ Հիվանդանոցներում ու դիահերձարաններում մեծ թվով դիեր են կուտակվել։ Գործակալության տեղեկություններով իշխանությունները մարմինների մի մասը լուսաբացից առաջ շտապ թաղել են, ինչը դժվարացնում է նույնականացման հնարավորությունը։ Ըստ CBS-ի Թրամփին զեկուցվել է հնարավոր ռազմական հարվածների տարբերակների մասին։ The Wall Street Journal-ն էլ ամերիկացի պաշտոնյաների հղումով հայտնում է, որ դիտարկվում է նաև առցանց տիրույթում հակակառավարական աղբյուրների ակտիվացումը, կիբերզենքի օգտագործումը Իրանի զինված ուժերի դեմ կամ նոր պատժամիջոցների կիրառումը։ Թրամփը հայտարարել է, թե նախատեսում է Իլոն Մասկի հետ խոսել Իրանում ինտերնետի վերականգնման մասին։ Մասկի SpaceX-ը տրամադրում է Starlink արբանյակային ինտերնետային ծառայություն, որը նախկինում օգտագործվել է հակամարտության գոտիներում, այդ թվում Ուկրաինայում։ Թեհրանից էլ արձագանքում են Իրանը պատրաստ է ինչպես պատերազմի, այնպես էլ երկխոսության։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, թե Թրամփի հայտարարությունից հետո ցույցերն ավելի արյունալի են դարձել։ Նրա պնդմամբ ցուցարարների շրջանում եղել են զինված անձինք, որոնք կրակել են թե իրավապահների, թե ցուցարարների ուղղությամբ։ Նախարարի պնդմամբ իրավիճակն այժմ կատար վերահսկողության տակ է, իսկ ինտերնետը կվերականգնվի անվտանգության մարմինների հետ համակարգմամբ։ Արտգործնախարարության խոսնակն էլ հայտնել է, թե Թեհրանի ու Վաշինգտոնի միջև շփումներ են ընթանում։ Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը հայտարարել է, թե պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի դեմ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ալ Ջազիրային ասել է, թե ներկա իրադրության շուրջ երկխոսություն է վարում Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Նա նշել է, որ Թեհրանում այժմ ուսումնասիրում են Վաշինգտոնից ստացած առաջարկները, չմանրամասնելով դրանց բովանդակությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բիզնես վարող ցանկացած երկիր Միացյալ Նահանգների հետ առևտրում կբախվի 25%-ի մաքսատուրքի։ Այս կարգադրությունը վերջնական է, հավելել է Թրամփը։ Հիշեցնենք, Իրանը երկար տարիներ գտնվում է Վաշինգտոնի խիստ պատժամիջոցների տակ։ Հայաստանի համար սա լուրջ ռիսկ է, որովհետև Իրանից մենք բերում ենք տնտեսության հիմքային ապրանքներ, վառելիք, էներգետիկ բաղադրիչներ, երկաթ, պողպատ ու արդյունաբերական հումք, որոնք նստած են ամեն ինչի ինքնարժեքի մեջ։ Եթե այս շղթան թանկանա կամ բարդանա, թանկանում է շինարարությունը, տեղափոխումը եւ վերջում ապրանքի գները։ Բանկերը նույնպես խստացնում են փոխանցումները, ձգձգվում են, վարկերը թանկանում, բիզնեսի շրջանառությունը սեղմվում։ Պետք է արագ հասկանալ, որտեղ է ռիսկը, բանկերի հետ պայմանավորվել պարզ կանոնների շուրջ եւ Միացյալ Նահանգների հետ սկսել կոնկրետ բանակցություն կենսական ներմուծումների համար հնարավոր բացառության մասին, որ անորոշությունը չդառնա գների աճ ու տնտեսական ակտիվության անկում։ Իրեւ Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով լքել Իրանը։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանում իրավիճակը լարված է, բողոքի ցույցերը կարող են վերածվել բռնության, հանգեցնելով ձերբակալությունների ու վիրավորների, շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, հասարակական տրանսպորտի խափանումներն ու ինտերնետի արգելափակումը, նշել է պետդեպարտամենտը։ Իրանը լքելու տարբերակների թվում Միացյալ Նահանգները նշել է նաև Թուրքմենստանի ցամաքային սահմանը, սակայն հավելել է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիներին անհրաժեշտ է Թուրքմենստանի կառավարության հատուկ թույլտվություն սահմանին մոտենալուց առաջ։ Եվ այս եւ այլ թեմաներ առաջինի տաղավարում քննարկելու եմ Իրանագետ Նվեր Դավթյանի հետ։ Պարոն Դավթյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տեսեք, պարոն Դավթյան, 16 օր է շարունակվում են այդ բողոքի ցույցերը։ Մենք հենց առաջին օրվանից հնարավորություն ունեինք իրան կապ հաստատելու, նշվում էր, որ այս ցույցերի բնույթը նախորդ ցույցերից որոշակի տարբերվում էր եւ արագ կմարի գոնե այն հարցազրույցները, որ իրականացնում էինք, այդպիսի լավատեսական ուրեմն տրամադրություններ են ստեղծում, բայց փաստորեն իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մի կողմից Թրամփն է տարբերակներ առաջարկել, որը քննարկվում է, մյուս
կողմից գործ ունենք ըստ էության փակ երկրի հետ եւ տեղեկատվության խնդիր ունենք։ Ձեր գնահատմամբ Իրանում ստեղծված իրավիճակը ինչ հանգուցալուծում կունենա, այդ հանգուցալուծումը որ չափով է մոտ, հաշվի առնելով զոհերի, վիրավորների հետ կապված տեղեկատվությունը, տարբեր միջազգային լրատվամիջոցներ են անդրադառնում ու սակավ նորությունների պարագայում այնուամենայնիվ վերլուծելով ինչի կհանգեցնի Իրանում ստեղծված իրավիճակը, համեցեք։ Տեսեք, խնդիրը, որից, այսպես ասած, կայծը, որից այս ամենը սկսվեց ֆինանսատնտեսական արկա խնդիրներ, սոցիալ-տնտեսական խնդիրը երկրում արկա։ Եթե միայն դա լիներ, այսինքն արտաքին միջամտության կամ այսպես կոչված քաղաքական նպատակներով այլ ներարկումներ քարոզչական չլինեին, առանձին սպառազինության միջոցների, զենքի, խմբավորումների ներմուծումներ չլինեին, կարծում եմ որպես տնտեսական խնդիր, սոցիալ-տնտեսական խնդիր, ինքը ավելի փափուկ, ավելի մեղմ լուծումների տանող ճանապարհ կարող էր մտցնել։ Բայց այնուամենայնիվ մենք շարժման ինչ-որ փուլից, հատկապես հունվարի 1-ից հետո մենք տեսանք ակտիվության այլ դրսևորումներ, որը բնավ չէր համընկնում զուտ տնտեսական նպատակներով ցույց իրականացնելու, այսինքն բնորոշ ինչ-որ հատկանիշների։ Այն դեպքում, որ կարող էին խանութ-պանները նույն խանութները փակել, շաբաթներով չգործել, իրենց բողոքը խաղաղ ձևով արտահայտել եւ այլն, բայց մենք ինչպես տեսանք, սկսեց ագրեսիվ ինչ-որ շարժումների մեջ ագրեսիվ գործընթաց, ինչը արդեն ցույց տվեց, որ արտաքին միջամտության գործոնի հետ մենք գործ ունենք, բայց հունվարի 8-ից հետո այլ լրացուցիչ քարոզչական, գուցե նաև արդեն նախապատրաստված որոշ աշխատանքներով սկսվեց ահաբեկչության նմանվող ինչ-որ գործընթաց։ Իհարկե ցուցարարների մեջ եղել են նաև պարզ, ուղղակի հավատացող, վստահող ակտիվիստներ, բայց այնուամենայնիվ այն կադրերը, այն տեսարանները, որ մենք ունեցել ենք, տեսել ենք, դրանք բնավ խաղաղ ցույցերի մասին չեն խոսում։ Խոսքը վերաբերում է հրշեջ մեքենաներ վնասելու, այրելու, հասարակական շինություններ վնասելու, շտապօգնության մեքենա, բժիշկների վրա, հրշեջ ծառայողների վրա հարձակումների, հասկանալի է, որքան իրավապահների թիվն էլ մտահոգիչ է։ Հասկանալի է, եթե իրավապահներին կամ հոգեվորականությանը հասարակության այդ շերտը դիտարկում էր որպես իր գաղափարախոսական հակառակորդ, հասարակական հակառակորդ, այս տեսանկյունից լավ ինչ-որ չափ հասկանանք, բայց եթե բժիշկների վրա է հարձակում իրականացվում, ցույցի խաղաղ մասնակիցների կամ այն խանութ-պանների հետ հաշվեհարդարները, որոնք չէին ցանկանում ուղղակի խանութը փակել, հա, սա որևէ կերպ այլևս չի տեղավորվում զուտ ֆինանսատնտեսական շարժառիթներով ինչ-որ շարժման դրամաբանությանը։ Ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում, կլինի Միացյալ Նահանգների հետ ըստ էության այդ առաջարկվող տարբերակներից որևէ մեկի ընդունումը Իրանի կողմից, թե ոչ, այս իրավիճակը ինչպիսի հանգուցալուծում կունենա եւ հոգեվոր առաջնորդին արդյոք ինչ որ բան սպասվում է, թե ոչ, եթե հիշում եք հենց հունվարյան առաջին օրերին նույնիսկ տելեգրամյան տարբեր ալիքներ կային, որ գրում էին Ալի Խամենեին չի մնա ուրեմն Իրանում, նա փախուստի կդիմի, հավանաբար կհաստատվի Ռուսաստանի Դաշնությունում, այսպիսի տելեգրամյան լուրեր էին տարածվում, հոգևոր իշխանության փոփոխության հետ կապված դուք հնարավորություն տեսնում եք, թե ոչ։ Այս պահին դեռևս ոչ, եթե կարճ փորձենք ձևակերպել, որովհետև պետական ապարատը իր ողջ կարողություններով կարողացավ ինքնադրսևորվել եւ վերականգնել այն անվտանգային միջավայրը, որը պետք է եւ բնորոշ է ցանկացած պետության եւ ապարատի։ Եվ այս համատեքստում հոգեվոր առաջնորդի ֆիզիկական անվտանգության եւ այլ հարցեր, կարծում եմ, պետք է արդեն հասկանալի լինի։ Ինչ վերաբերում է քարոզչական դաշտում տարածվող լուրերին, չափազանց շատ եւ կեղծ, երբեմն իրարամերժ, բացահայտ, սուտ պարունակող տեղեկություններ են շրջանառվել եւ նմանատիպ տեղեկությունների հետ պետք է լինել չափազանց ուշադիր եւ գնահատականներում նույնպես զգուշավորություն հանդես բերել։ Եվ այս առումով, օրինակ,
քարոզչական դաշտի կարկառուն ներկայացուցիչներից, որը նույն քարոզչության մեջ դիտարկվում էր որպես Իրանի իշխանությունների այլընտրանք, Ռեզա Փահլավիի գործոնն էր, բայց ինչպես տեսնում ենք, նրա հասարակական, քաղաքական փորձառությունը, նրա թույլ տված, ես կարող եմ հիմա թվարկել, թե ինչպիսի սխալներն այն թույլ տվեց։ Դիցուք հունվարի 9-ի դեպքերից հետո, այս դեպքերից հետո նա այնքան է իրանական հասարակությունից իր հայրենակիցներից կտրված, որ առանց հաշվի առնելու, որ գուցե հարյուրավոր սպանվածներ կան, վիրավորվածներ կան, ձերբակալվածներ կան հազարավոր, հա, այդ ամենով հանդերձ, որ մեկը փնտրում էր իր հարազատին դիահերձարանում, մեկը հիվանդանոցում, մեկը, չգիտեմ, կալանավայրում եւ այլն, այդ ամենով հանդերձ նա իր հայրենակիցներին կոչ էր անում դուրս եկեք փողոց եւ ինչ-որ պետական հաստատություններ կամ շինություններ բանարեք, գրավեք։ Սա ցույց էր տալիս, որ իր երկրի հասարակությունից որքան է նա կտրված։ Այսինքն ընդդիմության առաջնորդը ըստ էության որպես այդպիսին առաջնորդ պետք է համազգային նա հատկանիշներ դրսևորեր, մեծ պետական գործ չի հատկանիշներ, որովհետև Իրանի հասարակությունը բազմաշերտ է։ Եթե մենք նույնիսկ չափազանցված տվյալներով էլ, եթե փորձենք դիտարկել, որ այդ հասարակության, այդ երկրի բնակչության մեծագույն մասը ցանկանում է աշխարհիկ ոչ հոգևոր տիպի բնույթի իշխանություն, բայց այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ այդ երկրի ազգաբնակչության մի զգալի մասն էլ դեռևս ապրում է կրոնական աշխարհընկալումներով։ Ապա նրանց ինչ պետք է անեն, ագրեսիվ կոչերով եւ այլն։ Դա արդեն ինքնըստինքյան առաջացնում էր մյուս թևի հոգևոր ընկալումներով, ոչ աշխարհիկ կրոնական ընկալումներով ապրող հասարակության արդեն ընդվզումը, դժգոհությունը։ Դրան ավելացած նրանք շատ լավ տեսնում էին, որ այն ագրեսիվ խմբակները ինչ գործողություններ են իրականացնում, ոչ համաչափ, ոչ տրամաբանական։ Գուցե սրանով էր նաև պայմանավորված, որ հանրային լայն աջակցություն նա չստացավ։ Եվ այսօր էլ տեսա, որ այլևս ինքը խոսք չունենալով մայրն էր, Ֆարահ Դիբա Փահլավին էր ելույթով հանդես եկել, այն էլ ելույթն էլ ինքը չէր խոսել, տեքստը տվել էին եւ կարդացել էր։ Ավելի քաղաքական վարքով բնորոշ բավական ազդու գործունեությամբ հանդես եկավ Մարիամ Ռաջավին, այսինքն իրանական Սփյուռքի օպոզիցիոն քաղաքական գործիչներից մեկը, որի նախաձեռնությամբ կամ ամուսնու նաև աջակցությամբ իհարկե այն դիտարկվում է Իրանում որպես ահաբեկչական կառույց, Մոջահեդին խաղի մասին է խոսքը, բայց այնուամենայնիվ նրանք քաղաքական թևը տարբեր երկրներում, եվրոպական երկրներում կազմակերպեցին ակցիաներ ուղղակի տեղի ունեցող իրադարձությունները միջազգային հարթության բարձրացնելու, լսելի դարձնելու եւ այլն։ Սա այս տեսանկյունից ավելի ողջամիտ գործողություն էր, քան Ռեզա Փահլավիի գործողությունները առանց հաշվի առնելով իր հայրենակիցների, եթե այդքան սրտացավ էր, նույնիսկ նա կարող էր գալ եւ ձերբակալվել, ինքը ավելի մեծ քաղաքական, այսպես կոչված դիվիդենդ կարող էր ձեռք բերել, շահել, քան Լոս Անջելեսում նստած հայրենակիցներին կոչ աներ, որ գնացեք, զոհվեք կամ սխալներ թույլ տվեք։ Տեսեք, նաև Թրամփի այս հայտարարությանն եմ ուզում անդրադառնանք, որ ասում է իրանցիներին կոչ է անում Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով դուրս գալ երկրից։ Հետաքրքիր է, օրինակ, Հայաստանի դեպքում կլինի այսպես մեծ հոսք իրանցիների, հաշվի առնելով, որ նախորդ անգամ բավականին ակտիվություն նկատվեց։ Այնուամենայնիվ Իրանի հասարակության մեջ տարբեր ժամանակահատվածներում, ոչ միայն պատերազմական, Հայաստանը, հայ հասարակությունը իր հյուրընկալությամբ, իր անվտանգային հնարավորություններով ապահով երկիր է դիտարկվում։ Եվ այս առումով, եթե նմանատիպ իրավիճակ լինի, Հայաստանը կարող է դիտարկվել որպես այդպիսի ապահով երկիր, ինչ որ ապաստան գտնելու համար, բայց այնուամենայնիվ հուսանք, որ դրա մղող, դրան բերող իրավիճակ չի հասունանա եւ
այս բանակցությունների շուրջ խոսակցությունները, որ կանխատեսվում են բանակցություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, ի վերջո ինչ որ պետք է գոնե դրական հանգուցալուծման տանեն, որովհետեւ պատերազմը ոչինչ չփոխեց 12 օրյա, փաստացի սա ոչինչ չփոխեց, երկխոսությունից բացի կարծես թե այլևս ոչինչ չի մնում։ Այսինքն հեղափոխություն Իրանում մոտ չէ, եթե այսպես ձևակերպենք։ Պետական ապարատը իր կարողություններով դրսևորեց իր բոլոր ունակությունները, որ դա տեղի չունենա։ Մենք բացառություններ նույնպես չպետք է անտեսենք, դա խոսքը վերաբերում է անհատական ահաբեկչական գործողություններին, ընդհանուր նաև հոգևոր առաջնորդի նկատմամբ, բայց այնուամենայնիվ Իրանում դա շատ լավ գուցե հաշվի են առել եւ անվտանգային համապատասխան միջոցառումներ ձեռնարկվել են։ Ձեր գնահատմամբ, պարոն Դավթյան, օրինակ ինչպիսի երկխոսության ինչպիսի այսպես արդյունքներ կարող են ունենալ Թրամփի հետ, այսինքն որ դեպքում հնարավոր կլինի այս իրավիճակը որոշակի հանդարտեցնել, օրինակ երբ լինի Միացյալ Նահանգներ, Իրան բանակցություններ եւ Թրամփ այնպիսի հայտարարություն անի, որ որոշակի հանդարտություն կբերի Իրանում, ինչ է կարծում, ինչպիսի լուծում է հնարավոր, որ տարբերակը կընտրվի կամ ինչ տարբերակ է դրված սեղանին։ Այո, օրինակ հետաքրքիր էր հունվարի 9-ի դեպքերի ժամանակ, որ պիկն էր, այսպես կոչված, Դոնալդ Թրամփը բավական զգուշավոր եղավ իր հայտարարության մեջ եւ ձևակերպումներում, նշեց, որ եթե շարունակեն, դրանից ավելի վաղ նա ասում էր, եթե սկսեն, այ եթեների այս շարքը ձևակերպումների հուշում էր, որ նա այնուամենայնիվ որպես պետության առաջնորդ քաղաքական փորձառու գործիչ գուցե խորհրդականների օգնությամբ այնուամենայնիվ չի շտապում ռազմական ինչ-որ միջամտություն իրականացնել։ Այն դեպքում, որ ամենանպաստավոր ռազմաքաղաքական տեսանկյունից ամենանպաստավոր իրավիճակը դա էր։ Բայց հիմա եթե դա փորձեն անել, սովորաբար այսպիսի բան կա մտածելու, խորհելու, որ մեծ պետությունների դեպքում, երբ նրանք պատերազմի մեջ են մտնում, ավելի ուժեղանում են, խաղաղ պայմաններում նրանք թուլանում են։ Փոքր պետությունների պայմաններում պատերազմները թուլացնում են, խաղաղությունը նրանց ուժեղացնում են։ Հիմա 12 օրյա պատերազմի ժամանակ Իրանի պարագայում տեսանք էլ ավելի մեծ կոնսոլիդացում։ Նոր հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կլինի դա, թե Իսրայելը կլինի, դա իրանական եւ հասարակությանը եւ պետությանը կոնսոլիդացման եւ ուժեղացման նոր հնարավորություն կտա եւ կարծում եմ դա Միացյալ Նահանգների վարչակարգում ապարատում դա շատ լավ գիտակցում են, հասկանալով նաեւ երկար ժամանակ նաեւ լինելով Իրանի դաշնակիցը, ճանաչելով Իրանի հասարակության առանձնահատկությունները, գուցե սա գնահատում են։ Եվ սա էր գուցե պատճառը, որ հունվարի 9-ին նրանք ակտիվ չներգրավեցին եւ նույնիսկ Թրամփի հայտարարության մեջ կար հետեւյալ ձևակերպում, որ տեսնենք նրանց միջից ով է դուրս գալիս, այսինքն որպես առաջնորդ, արդյոք նա ունակ կլինի այդ հատկանիշները որպես համազգային առաջնորդ, լիդեր, այո, դրսևորվելու։ Եվ փաստացի մենք տեսանք, որ այս ժամանակահատվածում նման առաջնորդ հանդես չեկավ եւ չդրսևորվեց որևէ մեկը։ Պարոն Դավթյան, թե ավարտենք ըստ էության այս բողոքի ալիքը աստիճանաբար մարելու է Իրանում, եթե լինի այդ երկխոսությունները։ Կարծում եմ այո, բայց խորքային խնդիրները դեռևս կշարունակեն մնալ, այո, սոցիալ-տնտեսական, որովհետեւ նաև դրանց մասին բարձրաձայնել են Իրանի պաշտոնական այրերը, արտգործնախարարը, նախագահը, տնտեսական ոլորտի, կենտրոնական բանկի ղեկավարը եւ այլն։ Կան որոշակի լուրջ խորքային խնդիրներ, դրանց մի մասը պայմանավորված են արտաքին միջազգային պատժամիջոցների գործոնով, բայց դրանց մի մասն էլ պայմանավորված են երկրի ներսում բյուրոկրատական ապարատում արկա որոշակի խնդիրներով եւ դրանք պետք է լուծվեն։ Հիմա կառավարությունը որոշակի եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ դրանց լուծման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման փաթեթներ է առաջարկել։ Հանրության համար այս գնաճի ազդեցությունը թույլատնելու նպատակով այսպես կոչված բարենային մթերքների
էլեկտրոնային կուպոնների տրամադրման սուբսիդավորված փաթեթն է առաջարկված յուրաքանչյուր շնչի հաշվով 1 միլիոն թուման, որպեսզի այդ թանկացումների տարբերությունը կոմպենսացվի։ Տնտեսվարողների համար արտոնյալ ինչ-որ պայմաններ են առաջարկված եւ այլն, բայց այնուամենայնիվ դրանց արդյունավետ իրագործումը նույնպես չափազանց կարեւոր է։ Եվ գուցե լինեն նաև կադրային փոփոխություններ, դատական իշխանության որոշակ բացթողումներ, որոնք ժամանակին հանգեցրել են այսօրվա այդ սոցիալ-տնտեսական վիճակի առաջացման պատճառների, որոշակ կադրային փոփոխություններով նաև դրանք իրականացվեն։ Եթե դրանք չարվեն, այս խնդիրները շարունակելու են եւ ավելի խորը, ավելի ֆունդամենտալ ճգնաժամ առաջացնել։ Շնորհակալ եմ զրույցին։ Խնդրեմ։ Առաջինի տաղավարում զրուցում էի հիրանագետ Նվեր Դավթյանի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ պաշտպանության ծախսերը 18 թվականին կազմել են 245 միլիարդ դրամ, իսկ 25 թվականին 664 միլիարդ։ Նա բացատրել է, որ պաշտպանության ծախսերը աճել են 1.1 միլիարդ դոլարով։ Նախարարը կարևոր է համարել 25 թվականը համեմատել նախահեղափոխական 18 թվականի հետ, այն քննադատությունների ֆոնին, թե պաշտպանության ոլորտին քիչ միջոցներ են հատկացվում։ Այս թվերը խոսուն են եւ ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով 25 թվականը համարել գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող թե ծախսերի, թե ընդհանուր ոլորտում, ընդգծել է Պապիկյանը։ Նա նշել է, որ 25 թվականը պետք է համարել գերարդյունավետ տարի, նաև անդրադարձել է պաշտպան հայրենյաց ծրագրին։ Գիտեք եւ առիթ եք ունեցել լսելու, որ պաշտպան հայրենյաց ծրագիրը 2.5 տարվա ընթացքում տվել է մեզ լուրջ ցուցանիշներ, ապահովել է բանակի համար էական հաջողություններ։ Սա այս համարում եմ գերատեսչական եւ անձամբ իմ հաջողությունը որպես օրենքի հեղինակ եւ շատ եմ կարեւորում նաեւ դրա շարունակական փոփոխությունները, մասնավորապես մեր փոփոխությունների բերումով 25 թվականին նախաձեռնած, բայց արդեն 26 թվականին դրանք կդառնան օրենսդրական որոշումներ, ազգային ժողովը կքննարկի, այն է պաշտպան հայրենյաց ծրագիրը, որը 5 տարով էր նախկինում եւ 5 տարի ծառայելուց հետո շահառուները կարող էին ստանալ 5 միլիոն դրամ պատվովճար։ Մենք հիմա պայմանագիրը ավելացնում ենք եւս 2 եւ եւս 5 տարով, որի արդյունքում շահառուները կարող են ստանալ 1.5 միլիոն 2 տարվա համար, այն է, այսինքն հանրագումարը 7 եւ 5 տարի ծառայելու պարագայում եւս 5 միլիոն դրամ պատվովճար։ Այն է 10 տարվա հանրագումարով կստանան 10 միլիոն դրամ պատվովճար։ Սա նպատակ ունի ապահովել ծրագրի շարունակականությունը եւ հիմքը պաշտպան հայրենյաց ծրագրի ամրացնել, այսպիսով ունենալ մշտական, պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականություն, որը կբխի ժամկետային զինծառայությունից։ Պապիկյանի խոսքով խաղաղությանը պատրաստվելիս կարևոր է, որ մենք նաև խաղաղությանը զուգահեռ ունենանք որոշակի պաշտպանունակություն։ Նրա խոսքով դա ոչ մեկի անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը չի սպառնում։ Շինարարությունը սահմանին շարունակվելու է, կարծում եմ, խաղաղությունը նաև նրա մասին է, որ մենք հանգիստ հանդարտ կարող ենք ապահովել մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունը անկախ նրանից սպառնալիքներ կան, թե չկան, հավելել է նա։ Պապիկյանը անդրադարձել է նաև 25-օրյա հավաքներին, այս տարիների նշանակալի ձեռքբերում համարելով։ Մասնավորապես սա ապահովելու է պահեստազոր թիկունք եւ բանակ կապը, որովհետեւ առիթ եմ ունեցել նաեւ ասելու, որ սա մեր մեծագույն խնդիրներից էր, մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Չեմ ասի, որ այդ խնդիրը ամբողջությամբ հաղթահարված է, բայց դրա հիմնաքարը դրված է, հաշվի առնելով, որ արդեն մենք ունենում ենք ըստ էության 100% համալրում պահեստազորի 25-օրյա հավաքների, սա նշանակում է, որ մեր օրենսդրական փոփոխությունները, մեր պատկան մարմինների հետևողականությունը, տարածքային կառավարման մարմիններ, կառավարություն եւ տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությունը, ինչպես նաեւ այս վերջերս մենք արդեն հնարավորություն ենք ընձեռնել նաեւ սրան մասնակից դառնալ ռազմական ոստիկանությանը եւ կարծում եմ սա նույնպես տալիս է իր դրական պտուղները։
Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև գերատեսչությունից այն ծնողների ազատմամբ, որոնց որդիները օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են, անթույլատրելի համարելով այն երևույթը, երբ ծնողները փորձում են որդիներին ազատել բանակում ծառայելուց։ Պապիկյանը պատմել է, որ հորդորել է աշխատանքից ազատվել կամ ինքն է ազատել գերատեսչության բոլոր այն աշխատակիցներին, որոնց որդիները այլ երկրների քաղաքացիներ են։ Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, Պապիկյանը նշել է, որ չի կարող նույն մոտեցումը տարածել հիվանդություն ունեցողների վրա, սակայն կասկածի որդը իրեն կրծում է, սա խորհելու տեղիք է տալիս, հավելել է նախարարը շարունակելով, որ կա մի հատված, որը հիվանդությունների հետ կապ չունի, սա ազգային անվտանգության հարց է, ընդգծել է նախարարը։ Որպես օրինակ նա նշել է գլխուղեղի կիստան։ Պապիկյանի կարծիքով այդ փոքր հիվանդությունը ցանկից անելու շնորհիվ հաջողվել է բանակ զորակոչել բազմաթիվ երիտասարդների։ Նրա խոսքով դա վերաբերում է նաև շատ այլ հիվանդությունների։ Նախարարը նշել է, որ ամեն տարի փոփոխություններ են կատարում, հաշվի առնելով նախորդ տարիների հիվանդությունների ցուցանիշները։ Այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Հավետիք Քերոբյանի հետ։ Պարոն Քերոբյան, բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ տեսակ նախարարի հայտարարությունները ընդհանրապես մեր պաշտպանողության բարձրացման, ծառայության 1.5 տարվա, նաեւ ուրեմն արձակուրդային ռեժիմի հետ կապված, նաեւ նախահեղափոխական ժամանակաշրջանի ֆինանսավորման հետ նախարարի վերլուծությունները։ Մենք բազմիցս ձեզ հետ խոսել ենք, ինչ փոփոխություններ են տեղի ունենում բանակում, որքանով են այս փոփոխությունները տանում բանակի արդիականացմանը։ Վարչապետը նախարարը կարևոր այսպես ձեռքբերումներ նշեց, հատկապես այդ 25-օրյա հավաքների հետ կապված։ Մենք առիթ ունեցել ենք բազմիցս խոսելու, հիմա երբ նախարարը այսպես որոշակի տվյալներ ներկայացրեց եւ նաեւ ասաց, որ ըստ էության այնպես չէ, որ մենք նվազեցնում ենք ուրեմն պաշտպանության հատկացվող գումարները, համոզիչ էին դրանք թե ոչ եւ ինչ տպավորություն դուք ստացաք, համեցեք։ Ուրեմն անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հենց նոր ավարտված հարցազրույցին, լավ կլիներ, եթե այդ պատասխանները հնչեին սրանից 3 տարի առաջ, իսկ երբ որ ինքը նոր նշանակում էր պաշտպանության նախարար, եւ այն ժամանակ բնական կլիներ, ասենք անդրադառնալ հիվանդությունների ցանկին, որը նախորդ տարվա հետ կապված վերլուծվել է կամ պաշտպանությանը կատարվող ծախսերին, որը նախորդ, ասենք, տարվա նկատմամբ ավելացել է։ Բայց ես ունկնդիրներին հիշեցնեմ մի քանի բան։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոն զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբեր ամսից։ Անցել է 4 տարուց ավելի ժամանակ։ Հա, եւ խոսել ինչ որ ընթացիկ նորոգումներից, չգիտեմ, ավելացումից նախորդ տարվա նկատմամբ եւ այլն, սա ուղղակի ծիծաղել է, սա երեխայություն է, ոչ ավել։ Հա, այս տարի 2 անգամ ավել եմ զիլինա խաղացել, քան նախորդ տարի։ Օրինակ, հա, բայց մյուս կողմից էլ ես ուզում եմ մեր ունկնդիրների ուշադրություն հրավիրել, ասենք հանցագործության մեջ ինքնախոստովանությանը։ Օրինակ, պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնող անձը ասում է, որ ինքը չունենալով որևէ իրավական նորմ, հա, օրենքով սահմանված, աշխատանքից ազատել է ինչ որ ծառայողները կամ ինչ որ աշխատակիցների պաշտպանության նախարարության, որոնց որդիները օտարերկրյա քաղաքացիներ են, ես ներկայացնում։ Ինքս շատ դեմ եմ, որ հայ տղաները, ընդհանրապես որևէ հայ Հայաստանից գնա, ընդունի օտարերկրի քաղաքացիություն, առավել եւս ծառայ օտար բանակում։ Ցավով եմ հետևում, թե եւ ցավով եմ ընդունում յուրաքանչյուր լուր, որ ռուս-ուկրաինական պատերազմում այս կամ այն կողմից հայ կա եւ շատ այնպես քիչ չեն նաեւ զոհվածները, սրտի կսկիծով եմ հետևում նաեւ կամ կարդում այն մարդկանց կենսագրությունները, ովքեր օտար երկրների համար լինելով հայ, կրելով հայկական ազգանուն կամ ծնված լինելով նույնիսկ Հայաստանում, օտար երկրների համար ստեղծել են միջուկային զենք, հա, կամ զբաղեցրել են բարձր պաշտոններ նավատորմում, օրինակ Միացյալ Նահանգների կամ այս վերջերս պաշտոնից ազատվել է Ջեֆրի Հարիգյանը, որը ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարն էր Եվրոպայում։ Հայ պետք է ծառայի Հայաստանին, հա, բայց սրանով հիմնավորել օրենքի խախտումը կամ ապօրինությունը, հա, չի կարելի ասել, որ ես գիտեք ինչ կա, կասկածի որդով առաջնորդվելով
ծառայությունից ազատել եմ ինչ որ մարդկանց, ում երեխաները օտար երկրի քաղաքացիներ են։ Ավելին, հակառակը պետք է անել։ Պետք է մտցնել իրավական այնպիսի նորմեր, որ հնարավորություն կտան օտար այլ երկրներում ծառայող հայերին, հա, գալ, անցնել աշխատանքի կամ ծառայության Հայաստանի զինված ուժերում իրենց կարողությունները ծառայեցնել Հայաստանին։ Դրա մասին խոսելու փոխարեն պաշտպանության նախարարը ասում է, որ ես օրենք եմ խախտել եւ հպարտանում է դրանով։ Մյուս կողմից տեսեք, էլի զլանում է ասել, որ 26 թվականի համար պաշտպանության ծախսերը կրճատվել են։ Ասում է 25 թվականին ռեկորդային ծախս են ունեցել, բայց 26 թվականին պաշտպանության ծախս են կրճատում։ Ասում է խաղաղություն ենք կերտում, հա, Բայց ուժեղած նաև պաշտպանունակությունը Դե պաշտպանունակությունը այդպեսի ռազմական տերմին չկա։ Հա, պաշտպանության նախարարը չի կարող պաշտպանունակությունից խոսել։ Պաշտպանության նախարարը պետք է խոսի մարտունակությունից։ Պետք է խոսի մարտական կարողությունից, ոչ թե պաշտպանական կարողությունից։ Սա բացարձակ անգերակիտություն է։ Պաշտպանության նախարարը խոսում է նրանից, որ զինված ուժերի գլխավոր շտաբը բերում ամեն տարի ներկայացնում է իրեն ցանկ սպառազինության եւ իրենք գրման գործընթաց են նախաձեռնում, բայց չի խոսում, որ դա կատարվում է օրենքի խախտումով։ Չի խոսում նրա մասին, որ այստեղ գլխավոր շտաբից եւ պաշտպանության նախարարությունից բացի կա անվտանգության խորհուրդ, կա կառավարություն, որոնք օրենքով սահմանված լիազորություններ եւ պարտականություններ ունեն ռազմական գնումների նկատմամբ եւ ռազմական ծախսերի ընդհանրապես ասած եւ խոստովանում է, որ ինքը այսպես մաս է անօրինականության։ Իհարկե ողջունելի է, որ բաց է խոսում, հա, բայց նույն բովանդակությամբ հարցերի, ես ուշադիր հետևում եմ, ասենք նույն բովանդակության հարցերի, մի դեպքում տալիս է պատասխան, որ ուզում եմ իմ պաշտոնավարման օրոք կատարվածի մասին խոսել, մյուս դեպքում խոսում է այնպես, որ նախորդ թերությունները, որոնք որ դեռ շարունակվում են, սկսվել են իր պաշտոնավարումից առաջ եւ ինքը դրա համար պատասխանատու չէ։ Օրինակ զինկոմիսարիատների հարցը, հա, ես նոր-նորքի զինկոմիսարիատում հաշվառված։ Հա, արդեն 32 տարի, այնտեղ 34 տարի այնտեղ հաշվառված եմ։ Այնտեղ բան չի փոխվել։ Էլի բուժ զննում անցնելու համար, անցնում ես վանդակաճաղով դրան հետևով, բանտի տպավորություն է թողնում դեռ այսօր էլ։ Հա, էլի մատիտով քարտեր են լրացնում, էլի արդարացնում են նրանով, որ վարժարանգություն է ստացել, բայց կներեք, էլի 4 տարի է անցել դու ես արդիականացման հետ կապված 4 տարի է անցել դու ես պաշտպանության նախարարը, ավելին։ Դրանից էլ ավել։ Լավ, ասում է, բայց Ադրբեջանի թեև մրցավազքի մեջ չենք, պարոն Քերոբյան, բայց մենք էլ չենք դադարեցնելու սպառազինության գնումը, վստահ եմ հետևել եք նաև դրան։ Նաև հետաքրքիր էր, որ ըստ տեղական ռազմաարդյունաբերության մասին խոսեց, նշելով, որ 26-ին շուրջ 150 միլիարդ դրամի պատվեր են նախատեսում։ Ուրեմն էլի պաշտպանության նախարարը միտումնավոր կարծում եմ նաև չի ասում նրա մասին, որ այդ 150 միլիարդը հաջորդ 3 տարվա համար է, այսինքն 26-28 թվականների, եւ համեմատություն էլ չի անում 23-ից 25 թվականների հետ, որի համար նախատեսված էր իրենց իսկ խոսքերով 171 միլիարդ դրամ։ Այսինքն այստեղ էլ ունենք, բացի ընդհանուր առմամբ 26 թվականի բյուջեի 112 միլիարդ կրճատման հետ զուգահեռ, ունենք նաև եւս 21 միլիարդ դրամ հաջորդ 3 տարիների համար տեղական արդյունաբերության պատվերի հետ։ Հա, դրա այդքանով կրճատվել է։ Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ ամբողջ աշխարհում ամեն ինչ թանկացել է, հա, ոսկին է թանկացել, պղինձն է թանկացել, հումքը ամեն ինչ թանկացել է, էներգակիրները թանկացել են եւ այլն։ Եվ այս 150 միլիարդ դրամով վստահաբար կարող եմ ասել, որ արտադրելու են ավելի քիչ եւ քանակով, հա, եւ գումարով էլ ավելի քիչ, քան ասում են, որ արտադրել են կամ պատվիրել են 23-ից 25 թվականների համար։ Այսինքն այստեղ էլ կա հետընթաց։ Հիմա նաև չի անդրադառնում պաշտպանության նախարարը, ամեն դեպքում ես չլսեցի այն փաստին, որ ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեն նախորդող 5 տարիների ընթացքում եւ մասնավորապես այն 4 տարիների ընթացքում անցած 4 ամբողջ տարիների ընթացքում, որի ընթացքում ինքը եղել պաշտպանության նախարար 22, 23, 24, 25 ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեն անշեղորեն թերակատարվել է։ Անշեղորեն։ Ինքը ոչ թե դրա պատվիրատուն է, ինքը նաև դրա պատասխանատուն է։ Հա, եթե պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերը չեն հանդիսանում ակտիվ պատվիրատու փաստացի մենաշնորհային ոլորտում, որտեղ իրենք մենաշնոր գնորդ են, հա, ինչի մասին կարելի խոսել։ Այս ոլորտում թերակատարումը, հա, 50%-ից ավել է ամեն տարի։
ամեն տարի 50%-ից ավել է։ Եվ 25 թվականին նախատեսված 1.5 միլիարդ փորձանմուշների արտադրությունը, որը ուղիղ կերպով իրենց պատասխանատվությունն է եղել, այսինքն իրենք պետք է ասեն, որ գիտեք ինչ կա, նախորդ տարին այս մշակումը ինչ որ մշակում եկել հասել է հասունության այն աստիճանի, որ մենք պատրաստ ենք տանել դաշտային կամ զորային փորձարկումների, նախատեսված 1.5 միլիարդից ծախսվել է ընդամենը կնքվել է ընդամենը պայմանագիր 31 միլիոն դրամի։ Այսինքն 50 անգամ ավելի պակաս, քան բյուջեով նախատեսված է եղել։ Չի խոսում դրա մասին։ Այդ դա էլ հենց ուղիղ իրենց պատասխանատվությունն է։ Սրա պատվիրատուն պետք է լինեն զինված ուժերը ուղղակիորեն։ Այո, չի խոսում դրա մասին։ Տեսեք, մենք տեսնում ենք նաև անդրադարձ քրեական ենթամշակույթին, որ ըստ էության այս հարցը նախարարն էլ նշվում է, որ բանակում լուծված չէ։ Հետաքրքիր է, ինչպես պիտի հաղթահարվի սա, պարոն Քերոբյան, քրեական ենթամշակույթը, որը շատ հաճախ գիտեք տարբեր վատ եւ կործանարար դրսևորումներ բանակում ունենում, ընդհանրապես օրինակ 25 թվականին խաղաղ պայմաններում զոհվել կամ մահացել է 30 զինծառայող, 24-ի որից 24-ը ծառայության հետ ընդհանրապես չկապված հանգամանքներում։ Այս ցուցանիշը դարձյալ մտահոգիչ չէ, որովհետև անդադ շեշտում ենք, որ նախորդ տարիների համեմատությամբ ավելի քիչ դեպքեր ունենք բանակում, բայց շատ իրավապաշտպաններ այստեղ էլ լրջագույն խնդիր են տեսնում։ Ուրեմն իհարկե շատ վատ է, որ բանակում շարունակում է այդ իրավիճակը։ Ես դրան քրեական ենթամշակույթ չէի ասի, ես կասեի կարգապահության անկում եւ կարգապահության բացակայություն, բայց լավ կլինի մի քիչ էլ հայլու մեջ իրեն նայի, հա։ Լավ հայտնի է, ես այստեղ նորություն չեմ ասում, որ պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնող անձը ծառայության ժամանակ դանակարել իր հրամանատար սպային։ Դա բոլորին հայտնի է։ Դրա մասին բոլորս գիտենք։ Հա, եւ այդ մարդը այսօր խոսում է քրեական մշակույթից, կներեք դա ուղղակի ծաղր է մեր բոլորի երեսին։ Քրեական ենթամշակույթը մեկ օրվա հարց է, մեկ օրվա։ Հա, կամային որոշում պետք է կայացվի, յուրաքանչյուր անձ, որը կանչվում է ծառայության, ինքը անցնի պարտադիր հոգեբանական վերականգնման դասընթացի միջով, հա, կազմվի իր հոգեբանական պատկերը, եթե պետք է նաև հոգեբուժական պատկերը, հա, եւ չկանչեն, չզորակոչվեն այնպիսի մարդիկ, որոնք չեն վերականգնել իրենց բարոյական, այսպես դիմագիծը։ Հա, դրա այդ ուղղությամբ ոչ մի բան չի տարվում։ Սպային արգելել են շատ վաղուց վանից արգելել են այսպես ճակերտավոր հայրական ապտակ տալը, ես ինքը շատ դեմ եմ դրան, ինքս ծառայել եմ բանակում եւ նաեւ ֆիզիկական ներգործության միջոցները իմ նկատմամբ են եղել, յուրաքանչյուր ծառայած անձ, հա, ինչ որ ժամանակ դրա միջով անցել է, հա, ծեծ կրտոքի կամ սպայի կողմից անարդարացի եւ ոչ կանոնադրական վերաբերմունքի միջով յուրաքանչյուր անձ անցել է, չկա այդպիսի մարդ, որ ասի, որ ինձ բանակում չեն ծեծել կամ ինձ բանակում վերաբերվել են բացառապես դրական եւ հոգատար, հա, բայց եթե դու միջոցներ չես ձեռնարկում այդ իրավիճակը փոխելու, հա, եւ այդ իրավիճակը մենակ խոսելով չի լինի։ Եթե դու բռնության կոչ ես անում ամենաբարձր, պետության ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով եւ դրան իրավական գնահատական չի տրվում ոչ մի ձևի, հա, ապա այո, իրենք ճիշտ են, հասարակ բանակը հասարակության մի մասն է եւ այդ ամեն ինչը բանակում էլ կրկնվելու է նաեւ։ Բայց օրինակ զլանում են նաեւ ասել, որ իրենք ոչ մի այսպես գործունքայլ ոնց ասեմ, դիրքային ծառայությունը թեթևացնելու ուղղությամբ չեն արել։ Միայն ճաշարանային ուտելիք տալով չի, կամ միայն, ասենք, ձոնձմեռվա ընթացքում ճանապարհները մաքրելով չի։ Հերթապահության կրման ձևերը պետք է փոխվի։ Պետք է փոխվեն այն կանոնադրությունները, որոնք ստիպում են այնպես կրել հերթապահությունը, որի ընթացքում ուղղակի անխուսափելի են խախտումները։ Օրինակ 2 ժամով ժամապահ կանգնեցնելը, հա, գիշերը, դա ուղղակի արդյունավետ չէ։ Եվ անպայման բերելու են նրա, որ ինչ-որ ժամապահ դիրքում կանգնած հերթափոխի ժամանակ աշկը կպցնելու է։ Եվ բանակում նվաստացման դեպքերը եւ շատ հաճախ նաեւ ինքնասպանության հասցնելու դեպքերը 90%-ով դրա հետ են կապված։ Կապված են նաեւ նրա հետ, այո, որ կա որոշակի սոցիալական անհավասարություն։ Տեսեք, պաշտպանության նախարարը ասում է, որ պատվախնդիր ծնողները իրենց տղաներին բանակից
ազատել են կամ ազատելը համարել են այսպես սոցիալական կարգավիճակի հայտարարություն, բայց դա դարձել է mainstream խոսակցություն միայն վերջին 2 տարում, երբ խոսք է գնում փողով բանակից ազատելու կամ այսպես տարատեսակ միջոցառումներ կատարելու, որը կխորացնի սոցիալական անհավասարությունը, որը կխորացնի այսպես անջրպետը հարուստների եւ աղքատների միջև։ Իրենք են այդ խոսակցությունները տարածում, բայց մյուս կողմից ես կուզեմ մատնշել մի հստակ փաստ, որը իր պաշտոնավարման ընթացքում է տեղի ունենում, հա, ռազմամարզական գործունեության մասին օրենքը ուրեմն 22 թվականի սկզբից շրջանառվել է։ 3 անգամ շրջանառվել է, 3 անգամ էլ նախագծի տեսքով է, վերջի նախագիծը 24 թվականի փետրվար կամ մարտով է թվագրված եւ ոչ մի բան տեղի չի ունենում։ Արագ բերում են զորակոչից 2 շաբաթ առաջ հենց ժամկետային զորակոչ պարտադիր ծառայության ժամկետ են կրճատում, բայց այն ինչ որ 4 տարի պետք է անեն, 4 տարի պետք է արած լինեին, դրա մասին չեն խոսում։ Խոսում են զինված ուժերի բարեփոխումներից, հա։ Խոսում են ընդ որում նաև Բարսասյան կառավարության առաջի անդամի բերանով խոսում են համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգից։ Տեղում ուրանում, որովհետեւ այն գործողությունները, որոնք որ պետք է կատարվեն, այդ թվում տեսեք ռազմամարզական գործունեության մասին օրենքը հենց համապարփակ պաշտպանության մասին է եւ դա տեղի չի շարժվում։ Հետևաբար սրանք կարելի է վերաբերվել միայն որպես ծաղր հասարակ ժողովրդին, միայն ծաղր հասարակությանը։ Լավ, ի վերջո նաև բյուջեի մասով, երբ նշվում է, որ մենք չունենք այսպես նվազում պաշտպանության բանակին հատկացվող գումարների չափով, սա ինչպես է գնահատում, պարոն Քերոբյան, մենք բազմիցս խոսել ենք 26 թվականի նվազման հետ կապված, բայց նախարարը համեմատություններ է անում եւ ցույց է տալիս անգամ 1.1 ուրեմն միլիարդի աճ։ Դա մանիպուլյացիա իրականում, բոլորին հայտնի է, որ մինչև 2018 թվականը, հա, բանակ բյուջեով նախատեսված միջոցներից բացի կային նաև այլ աղբյուրներից ծախսեր, հա, այդ աղբյուրները հաճախ չէին բացահայտվում, այդ աղբյուրներից արվում էին այնպիսի ծախսեր, որոնք պետական եղանակով կամ պետության մասնակցությամբ հնարավոր չէր անել եւ ես չեմ ուզում հիմա բարձրաձայնել կամ բացահայտել այդ գնումների բնույթը, բայց եղել են այնպիսի բաներ, այդ թվում նաև տեղական ռազմարտունաբերության հատկացված տեղական ռազմարտունաբերությունը հանձնարարված, որը արվել են պաշտոնական բյուջեից դուրս։ Հա եւ 20 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը ինքը անձամբ էր այսպես PR-վում մի արտադրանքի շուրջ, ցանկացողները կարող են գնալ փորփրել Facebook-ը եւ հիշել, որը որևէ կերպ չէր բարձրաձայնվել եւ որևէ կերպ չէր հայտարարվել, որ մենք այդպիսի մշակումներ ունենք, ամեն դեպքում դա ինքն է գաղտնիք, հայ ինքը գաղտնիքի մասին օրենքի խախտում է նաև արել, դրա մասին բարձրաձայնելով ընդ որում այդ տեսանյութում երևում էին նաև ինժեներների դեմքերը։ Ամեն դեպքում ցանկացած ֆինանսական կրճատում ենթադրում է, որ մենք այսպես դիսբալանսը խորացնում ենք Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ մտադրություն չունի խաղաղության, չի թաքցնում եւ օր-օրի ավելի է սրում իր ծավալապաշտական հայտարարությունները Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ։ Եվ այս պայմաններում ասել որ գիտեք ինչ կա, օրինակ, հա, այստեղ ըստ երևույթին նաեւ ինձ է հեղում կատարում նախարարի իր խոսքի մեջ, որ կա ինչ որ մեկը, որ դիրքերի հետ կապված ինչ որ հայտարարություններ անում տարբեր լրատվամիջոցներով, AEC պաշտոնավարման ընթացքում է տեղի ունենում։ Ինքը չի կարող ասել, որ գիտեք ինչ կա, ես իմ պաշտոնավարման ընթացքում հող եմ հանձնել, իրականում իր պաշտոնավարման ընթացքում ես ուզում եմ հիշեցնել 22 թվականի սեպտեմբերին Սուրեն Պապիկյանը եւ Էդվարդ Տասերյանը զբաղեցրել են համապատասխան պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պաշտոնները։ Եվ մենք այդ ընթացքում կորցրել ենք այդ 2 օրվա ընթացքում կորցրել ենք 140 կիլոմետր տարածք։ Դրանից հետո ենք կորցրել եւ դա թաքցվել է։ Հա, օրինակ Սյունիքում ներքին հանդի հարավային հատվածում մենք կորցրել ենք 10 քառակուսի կիլոմետր տարածք առանց ռազմական գործողություն, այսինքն թուրքերը եկել այդտեղ ոտվոտ մտել են եւ այդտեղ այսօր Շիկագոյի արգելոցի տարածքում իրականացնում են ծառահատում, մեծան լայնամասշտաբ ծառահատում են։ Այդ իրենց պաշտոնավարման ընթացքում է տեղի ունեցել։ Չի կարելի ասել, որ գիտեք ինչ կա,
մենք հողը կորցրել ենք, բայց թող սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը դա այդ հարցը լուծի։ Չեն ասում կորցրել ենք, ասում են հենց հասնենք այդ հատվածը հետ ենք վերադարձնելու։ Դե ուրեմն եկեք մեր ունկնդիրներին հիշեցնենք, որ սահմանագծման սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը հաստատվել է 24 թվականի սեպտեմբերին, հա, եւ այդ օրվանից այսօր որևէ կետում, որևէ հատվածում Հայաստան-Ադրբեջան սահման, այսպես պայմանական սահմանի որևէ հատվածում որևէ գործողություն տեղի չի ունեցել։ Որևէ այն էլ ինչ-որ տեղի ունեցել մինչ այդ բացարձակ ապօրինի եւ հակապետական հակազգային գործողություն է եղել, դրա իրավական հիմքերը չեն եղել։ Կիրանցում պատ կառուցելու իրավական հիմքը չկա։ Դա եղել է ապօրինի հակապետական գործընթաց։ Ոչ այլ ինչ։ Շնորհակալ եմ, պարոն Քերոբյան։ Հյուրս Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն էր։ Այժմի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։